պատրաստենք, ես նաև կբարձրավորեմ, թե ինչումներ այս ուշացման, այսինքն ինչում ենք ստիպված ենք այսպես ուշանալ, այսինքն ուշը հայտարարից ուշ սկսել, որովհետև Ինչ պատահեց 90 րոպեում, քիչ անց կփորձի բացատրել ու հիմնավորել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Նախնական հաշվարկներում անցողիկ շեմը հաղթահարել էր 4 կուսակցություն։ Քիչ անց հանկարծ պարզվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հավաքել անցողիկ շեմի համար անհրաժեշտ 4%-ը։ Կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, երբ որ մեր համակարգը ուղղակի կլորացրել էր, ինքը ցույց էր տալիս 100 թվականով կլորացրած ու նաև այդ համակարգում այդ թվերը որ հրապարակվել են, այդ համակարգը ինքը այդտեղ չի ներմուծում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Երբ որ այդ թվերը հրապարակվել են, այսինքն բոլորը տեսել եք այդ թվերը։ Պարզ մաթեմատիկական գործողություն ով որ աներ, կտեսներ, որ այստեղ 4%-ը չի բավարարում։ Մի ամբողջ ընտրական տեղամասի քվեարկության արդյունք անվավեր է ճանաչվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով ընտրատեղամասերից մեկում բացակայել են որոշ կուսակցությունների քվեաթերթիկներ եւ համապատասխան քանակով չեն տրամադրվել քաղաքացիներին։ 12-ի դրոպ 13-ը, որ չգիտես ոնց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, քարտուղար, հանձնաժողովի անդամները ասում են կոնկրետ մի քաղաքական ուժի քվեաթերթիկներ չի եղել։ 8-րդ համարի քվեաթերթիկ չի եղել։ Ու այդ հանձնաժողովականները, այդպես տեղամասային նկատումներ են, պատճառաբանել են իբր իրենց ընտրատարածքից են զանգել, ասել են, որ 8-ն ու 13-ը ինքնաբացարկ են տվել։ Ուրեմն ամենայն հավանականությամբ մենք այդ տեղամասի քվեարկության արդյունքը անվավեր ենք ճանաչել։ Զինծառայողների մինչև 23:00 քվեարկելու դեպքի մասով ԿԸՀ նախագահը խնդիր չի տեսնում։ Բացատրում է, զինծառայողները դեռ կեսօրից սպասում են քվեարկելու իրենց հերթին։ Ավելին, զինծառայողների ուշ ժամին ընտրատեղամասում գտնվելու մեղավորը ըստ ԿԸՀ նախագահի տվյալ տեղամասի հանձնաժողովի անդամներն էին։ Տարեցներ էին, չէին կարողացել ընտրական գործընթացը արագ կազմակերպել։ Եվ ստեղծվել էր մի բան, որ արդեն 8-ին պակաս զինվորները դրան, տեղամասի դրան դիմաց կանգնած են, այսինքն քանի որ ասել են 15 կմտնեք ներս, դրան դիմաց կանգնած են, այսինքն կամ պիտի մտնեն տեղամաս եւ մենք ապահովում ենք իրենց քվեարկելու իրավունքը, կամ պիտի մեր զինվորների վրա տեղամասի դուռը կողպենք, 150 թե 200 հոգիներ, չգիտեմ քանի հոգի են եղել, իրանք բոլորը մտել են տեղամասը փակվել է իրենց հետևից ու իրենք արդեն տեղամասում գտնվելով ընդամենը հերթով քվեարկել են։ Լրագրողի հարցին արդյոք կան այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրության արդյունքների վրա, Հովակիմյանի պատասխանը կարճ է։ Այնպիսի, այսպես ասեմ, որ ասեմ ընտրախախտում, որը որ, չգիտեմ, արդյունքների վրա կազդի, ես նման խախտում չի եղել։ Վարչական ռեսուրսի կիրառման դեպքերի փաստով դիմումները, ասում է, հասցեագրել են գլխավոր դատախազությանը։ Այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն դեռ մշակել էր քվեների առավելագույնը մինչև 30%-ը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարեց իր հաղթանակի մասին։ Հովակիմյանը այս փաստը նորմալ է որակում, նշում է, կուսակցությունները կարող են ավելի շուտ իմանալ իրենց քվեների քանակի մասին, քան ԿԸՀ-ում։ Հետո էլ վիրավորվում է լրագրողի դիտարկումից, եթե կուսակցություններն ավելի շուտ են իմանում արդյունքների մասին, ապա ԿԸՀ-ն զուտ տեխնիկական կառույց է։ Դու կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիրավորում եք անվանելով տեխնիկական կառույց։ Կարելի ասել, որ գոնե ասենք այս վերջի 3.5 տարվա մեջ կարող եք մի դեպք բերել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ասենք որևէ արդյունք է հրապարակել եւ դա կասկածի տակ է դրվել։ Հովակիմյանի խոսքով ընտրախախտման մասին ահազանգերը դեռ չեն նշանակում ընտրախախտումներ եղել են։ Իսկ ովքեր չեն հավատում ընտրության արդյունքին, Հովակիմյանը հորդորում է դիմել վերահաշվարկի։ Անուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։